Ողջույն հայություն, ողջույն բարձրակարգ ու բարձրորակ հանգիստը նախընտրող հայեր։ Մենք շարունակում ենք գտնվել Շարմ էլ Շեյխում եւ շարունակում ենք բացահայտել Rixos հյուրանոցների ցանցը։ Այս անգամ կծանոթանանք Rixos Seagate հյուրանոցի հետ։ Օդանավակայանից հյուրանոց ընկած հեռավորությունը մոտ 9.5 կիլոմետր է, տևողությունը 13 րոպե։ Հյուրանոցի հիմնական մասը տեղակայված է առաջին գծում, նաև ունի երկրորդ գծում տեղակայված հյուրանոցային մասնաշենքեր եւ ակվապարկ։ Հյուրանոցը գտնվում է նավգծոցում, որտեղ ամռանը զով է, ձմռանը ժամանակ առ ժամանակ լինում են քամիներ։ Միասին անցնենք ներս եւ տեսնենք, թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի տվյալ հյուրանոցը։ Գնացինք։ Կենտրոնական մուտքից մտնելով ներս մեր առջև բացվում է մեծ ու շքեղ ընդունարան իր անչափ գրավիչ ջահով, որտեղ միշտ հնչում է հաճելի երաժշտություն կենդանի կատարմամբ։ Այս հարկում են գտնվում սպասասրահը, լոբի բարը, որտեղ կարող եք անվճար վայելել արտասահմանյան ալկոհոլ, զովավցի ճմպելիքներ, ֆիլտրացված սուրճ, ինչպես նաև այս հարկում են գտնվում մի քանի ալեկարտ ռեստորաններ։ Ընդհանուր հյուրանոցի տարածքը մաքուր է, գեղեցիկ ու կանաչապատ։ Այստեղ կա մոտ 8 լողավազան, այդ թվում մանկական, որոնց մի մասը տաքացվում է տարվա ձմռան ամիսներին։ Լողավազանները գտնվում են հյուրանոցի եւ ակտիվ եւ պասիվ հատվածներում։ Ունեն բարեր, կահավորված են հարմարավետ տապչաններով եւ հովանոցներով։ Լողավազանների մոտ, ինչպես նաեւ հյուրանոցի տարբեր լոկացիաներում, ցերեկվա ժամերին անցկացվում են անիմացիոն եւ սպորտային ծրագրեր, տարբեր տեսակի խաղեր։ Նաեւ հյուրանոցում կա հսկայական ակվապարկ, որի հետ կծանոթանանք քիչ ուշ։ Անցնենք առաջ հարգելիներս եւ ցույց տամ ձեզ Rixos Premium Seagate հյուրանոցի համարները եւ հենց միանգամից ուզում եմ սկսել վիլաներից, ցույց տամ ձեզ այստեղի վիլան, ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի եւ ինչ հնարավորություններ ունի այն։ Գնացինք ներս։ Ահա մուտքի դուռը մեծ եւ հսկայական, մտնում ենք ներս։ Եվ այսպես մենք ներսում ենք եւ մուտքից ձախ առաջի հարկում գտնվող լոգարանն է, կամ ավելի ճիշտ զուգարանը, այստեղ չկա ցնցուղ։ Զուգարանից դեպի ձախ, այստեղ փոքր սենյակ է նախատեսված, ինչպես ինձ ասացին, դայակների, եթե երեխաների հետ եք գալի եւ դայակ ունեք եւ դայակը գալիս է ձեր հետ, կարող է մնալ այս համարում։ Այստեղ կա զգեստապահարան, խալաթ նույնպես, սեյֆ, բոլոր հարմարությունները այս սենյակում նույնպես կան։ TV-ն, մինի բարը եւ մեկ տեղանոց մահճակալը։ Անցնենք առաջ եւ ցույց տամ ձեզ հյուրասենյակը, որը բավականին մեծ է եւ բավականին տարողունակ։
ունի իր առանձին խոհանոցը, որտեղ կարող են ձեր համար պատրաստել կամ դուք ինքներդ պատրաստել բարձրակարգ տեխնիկայով կահավորված գազօջախը կամ ջեռոցը, երկրականի, միկրոալիքային վառարան, բլենդեր, կոֆե եփելու սարք, ջութակամիջ, մի խոսքով ամեն բարակակ այստեղ։ Սպասքը նույնպես բարձրորակ է։ Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ճաշասեղանը, դարձյալ բարձրորակ սպասքով, բարձրորակ կահույքով։ Rixos հյուրանոցը միշտ բարձրունքի վրա է, կարելի է այդպես ասել, եւ բազմոցները այստեղի, բազկաթոռները այստեղից կա ելք դեպի տերասա, իսկ տերասայում կա լողավազան նախատեսված տվյալ վիլայի համար։ Այստեղ կան նաև տապչաներ, բարձրորակ, իրենց սրբիչներով, հովանոցներով, մաքուր հայերենով ասած գամակով։ Հարցանանք վերև, ցույց տամ ձեզ ննջարանները, որոնք 3-ն են։ Այստեղ աստիճաններին կան այս հարմարանքներից, որ ոտքերը սոտ չտան։ Եվ այսպես մենք վերևում ենք և ցույց տամ ձեզ առաջին ննջարանը, մուտք են գործում ննջարան և նրա աջ հատվածում գտնվում է լոգարանը, գեղեցիկ լուսավոր, մաքուր, ինչը որ շատ կարևոր է, այստեղ խնամքի համար նախատեսված պարագաներն են, կոսմետիկ գոտները, արտամինացուկ, փողորնանք, սափերվելու համար նախատեսված գել, ածելի, սաներ, խարտոց, բամբակ, խոսքով ամեն ինչ։ Սրբիչները ձեռքի և երեսի, լոգախցիկն է այստեղ, տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, անչափ մեծ և տարողունակ։ Լոգանի դիմաց գտնվում է զգեստապահարանը, որտեղ կան խալատներ, հարմարանքները շորերը մաքրելու, ռաժոկ, թելասեղ, կոշիկի շոր, պայուսակ, հավելյալ բարձը, այստեղ դարակներն են։ Մյուս հատվածում գտնվում են կախիչները, այստեղ նույնպես կա սեյֆ։ Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ննջելու հատվածը, այս սենյակում կա 2 առանձին մահճակալ, TV-ն, հայելին մեծ, թեյ սուրճի հատվածը, սառնարանը, լի զովացի ջմպելիքներով, քաղցրավենիքով, հյութերով, գարեջրով, մահճակալների կողքին կա ջուր, անցնենք առաջ, այս սենյակի դիմաց գտնվում է հաջորդ սենյակը, ձախ կողմի վրա գտնվում է այստեղ լոգարանը, դարձյալ լուսավոր և մաքուր բնականաբար, տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, լոգանքի համար նախատեսված կոսմետիկ միջոցները, մարմին մաքրելու սպունգը, օճառը, այստեղ լվացարանն է, դարձյալ կոսմետիկ պարագաները, զգեստապահարանը, լոգարանի դիմաց, խալատները, սեյֆը, այստեղ նույնպես կախիչներ,
Եվ ննջելու հատվածը, այստեղ կա king size մահճակալ։ Թեյի սուրճի հատվածը։ TV-ին։ Այստեղ կա երկու բաց կաթոռ իր սեղանով եւ ամեն կողմից կա ջուր իր բաժակով։ Անցնենք առաջ այս ճանապարհով եւ ցույց տամ ձեզ ամենամեծ ննջարանը։ Ննջարանի մուտքից դեպի ձախ լոգարանն է, բայց մինչ լոգարան հասնելը աջ եւ ձախ հատվածներում գտնում ես գեստապահարանը, կարելի ասել քլոզետ, այս հատվածին որտեղ կա կախիչներ, սեյֆը, դարակներ, այստեղ խալաթներն են, ավելյալ բարձը, կախիչներ, անցնենք առաջ ցույց տամ լոգարանը։ Տվյալ սենյակի լոգարանը բաղկացած է երկու լվացարանից, որտեղ կան կոսմետիկ միջոցները, խնամքի համար նախատեսված պարագաները, կոճառ, սրբիչներ, այս հատվածում զուգարանն է եւ ցույց տամ ձեզ լոգախցիկը, որը նման է առանցին փոքր սենյակի կոսմետիկ միջոցները լոգանքի համար նախատեսված, պարագաները մարմինը մաքրելու, օճառը, տրոպիկական ցնցուղը, բնականաբար սովորական ցնցուղը, ննջարանից բաժանվում է այսպիսի ապակեպատով, որը բնականաբար ծածկվում է։ Այսպես է։ Անցնենք տեսնենք ննջելու հատվածը, այստեղ Հայելին է մեզ ողջունում եւ այս մեծ ննջարանը իր king size մահճակալով, TV-ով, սոֆան, կամ բազմոցը, բաց կաթոռը, թեյի սուրճի հատվածը, սառնարանը, որտեղ բնականաբար կան զովացի ճմպելիքներ, գարեջուր, քաղցրավենիք, գինի սպիտակ փոքր շշով, այստեղ դարակներն են, եւ այս սենյակը ունի պատշգամբ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կարմիր ծովը։ Հիմա ձեզ այն ցույց կտամ։ Պատշգամբում կա ծղոտ է բազմոց իր բազկաթոռներով, կերամիկական սեղանով եւ տեսարանով դեպի Կարմիր ծովը։ Այժմ ծանոթանանք այստեղի դելյուքս կատեգորիայի համարի հետ։ Համարը 36 քառակուսի մետր է, նախատեսված է 3 անձի համար։ Ունի բոլոր հարմարությունները։ Մինիբարը հագեցած է սուրճի ու թեյի տեսականիով, սառնարանը լիզոված ճմպելիքներով, իսկ լոգարանում կան անհրաժեշտ խնամքի միջոցները եւ կոսմետիկ պարագաները։ Հաջորդ համարները, որոնք ձեզ ցույց կտամ, ընտանեկան համարներ են։ Կոչվում են Family Room եւ Family Suite։ Family Room-ը մեկ ընդհանուր համար է, որտեղ կա երկու ննջարան, իսկ Family Suite-ը Connect համար է, որը նույնպես բաղկացած է երկու ննջարանից, որոնք ունեն իրենց առանձին լոգարանները, մինի բարերը, զգեստապահարանները։
Ցույց տամ ձեզ այստեղի հաջորդ համարը, որը կոչվում է Junior Suite, անցնենք ներս, տեսնենք թե ինչպիսի տեսք ու կառուցվածք ունի այն։ Եվ այսպես մենք ներսում ենք եւ մուտքից աջ ցույց տամ ձեզ գեստապահարանը, որը բավականին տարողունակ է։ Լոֆթ հատվածը բացահատված է, այսինքն ավելի ճիշտ բարձր են այստեղ հավելյալ խալաթները, հողաթափերը, ռաժոկը կոշիկի, ֆորմալքեգը խոզանակը, այստեղ սեյֆն է, հարթուկի սեղանով, կախիչները, Գեստապահարանի դիմաց կամ մուտքից դեպի ձախ արդեն լոգարանն է, այստեղ կա երկու լվացարան, իր հարմարություններով, խոշորացնող հայլին, կան դրված ջրեր լվացարանների կողքը, բնականաբար կոսմետիկ միջոցները, խնամքի պարագաները, ատամի մածուկ, խոզանակ, սաներ, ածելի, խարտոց, մի խոսքով ամեն ինչ, ինչը որ վայել է Rixos հյուրանոցին։ Այստեղ մեզ մոտ զուգարանն է, նրա կողքին գտնվում է լոգախցիկը, տրոպիկական ցնցուղով, սովորական ցնցուղով, կոսմետիկ միջոցները լոգանքի համար նախատեսված, շամպուն, մարմնի գել, կոնդիցիոներ։ Այստեղ ծղոտ է զամբյուղն է, որտեղ կարող եք դնել երկու շորերը կամ սրբիչները։ Անցնենք առաջ, ցույց տամ ձեզ ընջելու հատվածը, այստեղ կա king size մահճակալ, այլին մեծ, աշխատասեղանը կամ շպարվելու հատվածը, իր դարակով, այստեղ կա նաև թել ասեղ, մոծակասպանիչ, հյուրասենյակի հատվածը, այսպես ասած, անկյունային մեծ բազմոցով, ապակե պատսեղանով, TV-ին, մինի բարը, թեյ սուրճի հատվածը, սուրճ պատրաստելու սարք կա այստեղ նույնիսկ, սառնարանը, որտեղ կա զովացուցիչ ըմպելիքներ, դարեջուր, սովորական ջուր, քաղցրավենիք, այստեղ կա այսպիսի մեծ բազկաթոռ եւ տերասան, որտեղ կան ծղոտե բազկաթոռներ, սեղան, չորանոց եւ տեսարան դեպի հյուրանոցի այս հատվածը։ Այժմ տեղափոխվենք լողավ, որի երկարությունը 320 մետր է։ Այն ամբողջությամբ պատված է դեղին փափուկ ավազով, կառավարված է հարմարավետ տապչաններով, հովանոցներով եւ քամուց պաշտպանող հարմարանքներով։ Ունի գեղեցիկ լոկացիաներ լուսանկարվելու համար, ինչպես նաեւ անվճար բար, որտեղ մատուցում են արտասահմանյան ալկոհոլ, զովացուցիչ ըմպելիքներ, նաեւ կա առանձին դետոքս բար, որտեղ մատուցում են թարմ քամացյութեր։ Լողափում կա անվճար ֆուդ կորտ կերակուրների տաղավարներով, որտեղ ուտեստները պատրաստվում են տեղում հմուտ խոհարարների կողմից։ Դեպիցով մուտքը պանտոնից է, որի երկարությունը մոտ 850 մետր է։ Այն բաղկացած է երկու հատվածից։ Առաջին հատվածում խորությունը կազմում է մոտ 1 մետր, իսկ մյուս մասում ծովի արդեն ավելի խորը հատվածն է, որտեղից նույնպես կարող եք մտնել ծով, ինչպես նաև սուզվել եւ վայելել Կարմիր ծովի գեղեցկությունը։ Հյուրանոցի ողջ տարածքում անդադար շրջում են բագի էլեկտրոմեքենաները, որոնք տեղափոխում են հյուրերին ըստ նշված կանգառների, այդ թվում լողափ եւ պանտոնի տարբեր հատվածներ։
Այժմ գնանք հյուրանոցի մյուս հատված, որը գտնվում է երկրորդ գծում եւ ծանոթանանք այստեղի ակվապարկի հետ։ Ասեմ, որ երկրորդ գծում գտնվող հյուրանոցը ունի իր առանձին ընդունարանը, լողավազանը, նաեւ այստեղ կա հիմնական ռեստորան եւ ուրիշ այլ ենթակառուցվածքներ։ Ինչպես արդեն ասացի, այս հատվածում է գտնվում հսկայական ակվապարկ իր առանձնացված հատվածներով։ Այստեղ կան ատրակցիոններ առանձին երեխաների համար եւ էքստրեմալ ատրակցիոններ մեծերի համար։ Նաեւ ակվապարկի տարածքում կան կարուսելներ եւ կարտինգ, որոնք վճարովի են։ Ակվապարկի տարածքում գործում է անվճար բար եւ ֆուդ կորտ, որտեղ կարող եք համտեսել համեղ կերակուրներ առավոտյան 11-ից մինչ երեկոյան 5-ը։ Առաջին գծում գտնվող հյուրանոցից դեպի ակվապարկ տևողությունը բագի մեքենաներով կազմում է մոտ 2 րոպե։ Ինչպես նաեւ Rix-ը Sharp 18+ հյուրանոցում հանգստացողների համար գործում է անվճար տրանսֆեր հյուրանոցից դեպի ակվապարկ եւ հակառակը։ Rix-ը Premium Seagate հյուրանոցը կօգնի ձեզ լիակատար ընկղմվել հանգստի մեջ իր սպա պրոցեդուրաների միջոցով, որոնք նույնպես անվճար են։ Այստեղ նաև կա մարզասրահ, կառավարված ժամանակակից եւ նորագույն սարքավորումներով։ Rix-ը հյուրանոցային ցանցը նաև հայտնի է Rix-ի Kids մանկական ակումբներով։ Այստեղի մասնագետների օգնությամբ ձեր երեխաները կանցկացնեն իրենց ուսուցողական եւ ուրախ ժամանցը։ Այժմ տեղափոխվենք հիմնական ռեստորան եւ ծանոթանանք այստեղի ուտեստների հետ։
Կերակուրները այստեղ անչափ համեղ, հարուստ ու բազմազան են իրենց տեսականիով։ Մսային ուտեստներ, ծովամթերքներ, նախուտեստներ, աղցաններ, աղանդեր, բոլորը թարմ ու ախորժելի։ Այնպես որ թե նախաճաշին, թե ճաշին, թե ընթրիքին դուք անպայման կգտնեք ձեր քիմքին հաճելի ուտեստը, իսկ ջերմ ու սիրալիր անձնակազմը սիրով կսպասարկի ձեզ։ Հյուրանոցում բացի հիմնական ռեստորանից կան նաև տարբեր երկրների խոհանոցներով, վճարովի եւ անվճար ալակարտ ռեստորաններ, որոնք կարող եք ամրագրել ընդունարանում աշխատակիցների օգնությամբ եւ վայելել ձեր ընթրիքը ձեր նախընտրած ռեստորանում։ Ասեմ նաև, որ ռեստորաններում գործում է dress code։
Rix-ը հյուրանոցային ցանցը նաև աչքի ընկնում մի շքեղ ու հարուստ շոու ծրագրերով, որոնք փոփոխվում են ամեն օր։ Երեկոյան 1 գավաթ գինու կամ 1 գավաթ համեղ կոկտեյլի շուրջ դուք կվայելեք արտասահմանից հրավիրված արտիստների կատարումները, ակրոբատիկ համարները, երգերն ու պարերը։